Բերանի խոռոչը հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք հաստատվում են ատամների, լնդերի լեզվի վրա։ Այս մանրէների կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ։ Եթե դրա քանակը նորմայի մեջ է, հոտ չի առաջանում եւ հակառակը առաջանում է, երբ նյութը գերազանցում է սահմանված չափը։ Ինչ անել դրանից ազատվելու համար, մանրամասնում է մասնագետը։ Տհաճ հոտը բերանի խոռոչից բավականին տարածված երևույթ է եւ բավականին շատ է մարդկանց անհանգստացնում։ Տհաճ հոտ բերանի խոռոչից կարող է լինել մի շարք պատճառներից։ Այն կարող է լինել ինչպես բերանի խոռոչի հետ կապված խնդիրներից, այնպես էլ դրանից դուրս։ Բերանի խոռոչում առաջացող խնդիրները հիմնականում բերանի խոռոչի վատ հիգիենայի արդյունք են, որոնց հետևանքով առաջանում են ատամնանստվածքներ, ատամնաքար եւ ատամնափառ, որոնցում կուտակվում են մեծ քանակությամբ մանրէներ եւ բերում են տհաճ հոտի արտադրությանը։ Նշեմ նաև, որ բերանի խոռոչում տհաճ հոտի աղբյուր են հանդիսանում կարիոզատամները, բորբոքված լնդերը։ Բերանի խոռոչից տհաճ հոտի ուրեմն պատճառ կարող են հանդիսանալ նաև բերանի խոռոչի դիսբակտերիոզը։ Մարդկանց մեծ մասը օգտագործում է մածուկներ եւ ողողիչներ, որոնք պարունակում են քլորհեքսիդին, տրիկլոզան, անտիսեպտիկներ եւ անտիբիոտիկներ, որոնք 3 շաբաթից ավել չի կարելի օգտագործել։ Դրանից ավել օգտագործելու դեպքում հանգեցնում են բերանի խոռոչի դիսբակտերիոզի, որն էլ տհաճ հոտի պատճառ է հանդիսանում։ Նաև բերանային շնչառությունը, երբ որ ունենք ինչ-ինչ պատճառներով քթի շնչառության խանգարում, շնչում են բերանով, առաջանում է բերանի խոռոչի լորձաթաղանթի չորություն եւ որի հետևանքով առաջանում է նորից բերանի խոռոչի դիսբակտերիոզ եւ տհաճ հոտ։ Կարող է տհաճ հոտը կապված չլինել բերանի խոռոչի հիվանդությունների հետ, այլ կապված լինել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների հետ։ Դրանցից են գաստրիտը, 12 մատնի աղու հիվանդությունները, խոցային հիվանդությունը։ Այս դեպքում առաջնահերթ հոտը բուժելու համար պետք է դիմել գաստրոէնտերոլոգի, որպեսզի խնդիրը վերացվի եւ այնուհետեւ նոր կատարվի հոտի վերացում։ Տնային պայմաններում ուրեմն տհաճ հոտի բուժումը անհնար է, քանի որ պետք է վերացվի պատճառը, պետք է անպայման այցելի ստամատոլոգի, որպեսզի ստամատոլոգը պարզի հոտի պատճառը եւ այն համապատասխան բուժում ստանա։ Իսկ ժամանակավոր միջոցների օգտագործումը, որոնք են սպրեյները, ողողիչները, արդյունքը շատ կարճատև է տևում եւ նորից նույն արդյունքի ենք հանգում։ Բերանի խոռոչի տհաճ հոտը կանխարգելելու համար պետք է հետևենք բերանի խոռոչի ճիշտ հիգիենային։ Օրը 2 անգամ պետք է սիստեմատիկ լվացվի ատամները, միջատամնային տարածությունները լվացվի ֆլոսերի օգնությամբ եւ անպայման մաքրվի լեզուն։